Սկիզբն էր Կռապաշտ խալիֆան, մեկ էլ հայոց Գագիկ թագավոր, Կռապաշտ խալիֆան Բաղդադ կնստեր, Գագիկ թագավոր Բերդ կապոտին, Գագիկ թագավոր ծեր ալևոր էր, զինք շատ հարստություն ուներ, զարմ ու զավակներ չուներ, մեկ աղջիկ ուներ, շատ տեսակով, անուն Ծովինար խանում, էն ժամանակ որ թագավոր զոր եղելներ, էն մեկելից հարկ կառներ, Բաղդադու խալիֆան շատ զոր ու զորընդեղ էր, ասքար արեց, եկավ վեր մեր ազգին շատ առ ու ավար առավ, ու շատ գերի բռնեց տարավ, շատըզ մեր ազգ կտրեց նվաստուց, ու հայոց Գագիկ թագավոր Բաղդադու խալիֆային խաշդար եղավ։ Օրերից մեկ օր խալիֆան ելավ, երկու մարդ հարկ ուղարկեց, հարկ առնողներն եկան անցան թագավորի քոշք ու սարի առջևեն, որ կանցնեին լուսմի էսոն ծերևած, իշխեցին ինչ տեսնեն, էնպես խորոտ աղջիկ մի երևաց, արևում կասեր դուն դուրս մելներ ես դուրս ելնեմ, աղջիկ էնպես խորոտ, որ 14 ավուր լուսին կնմաներ, որ 7 սարի հետևեն կելնի։ Մարդիկ նիսկի բան չասին, երկուսն էլ ելան սուսուփուս դարձան իրենց խալիֆայի մոտ գնացին, էնոնք ասին քո տուն աստված շինի, դու ինչ կանես ապրանք ու գանձ հարստություն, էն խաչապաշտ հայոց թագավորին մի էն տեսակ աղջիկ ունի, աղջիկ մի իրենից շատ խորոտիկ, որ ամեն մի բան կարժի, որ գիշեր ցերեկ չուտես չխմես, հա էն օր շենք ու շնորհքին թամաշա անես։ Խելք ընկավ Կռապաշտ խալիֆային, ջուղափ ղրկեց հայոց թագավորին, ասաց. Քո աղջիկ տաս ինձի։ Թագավորն ասաց. Ես հայ եմ, դու արաբ, ես խաչապաշտ, դու կռապաշտ, ես իմ աղջիկ չեմ իտա քեզ։ Խալիֆան ասաց. Գագիկ թագավոր, խաթրովլնի տիտաս, կռվովլնի տիտաս, թե քո աղջիկ չտաս, քո ժողովուրդ առ ու գերի կանեմ, քո ազգ ամեն կկտրեմ, քո թախտ ու թագ կքանդեմ։ Գագիկ թագավորն ասաց. Կռիվ կանեմ չեմ իտա, կռիվ արին, շատ զոր կսպանին, խաչապաշտ թագավոր կոտրվեց։ Որ իմ հերն իմանար, այսքան մեղք ու արունք չեր ձգի ինձ, ինձ կտար, իմ պատճառով էսա ամեն մարդ տիսպանեն, էնոնց տղաներ տիմնան որբ, ինձ տանիծեն, վերջն զորով ինձ տիտանեն, աղեկնեն է, որ ես իմ կամքով երթամ, իմ հոր թագավորությունն էլ հաստատ մնա։ Գնում է Գագիկ թագավորի մոտ։ Հայրիկ, ինչի կմտածես։ Ես էն օր համար կմտածեմ, որ ես զորքեր ամեն, են քո համար է եկած, կամ տերթաս, կամ մեր երկիր տավերեն, խալիֆան մեր թագավորություն տարնի, զամեն տիսպանի, գերի տիտանի, թե իմ աղջիկ տամ, են արաբ է, ես հայ եմ։ Որ ես են կռապաշտ թագավոր չառնեմ, զամեն տիսպանի իմ պատճառով, աղեկնեն է, ես երթամ, ուրիշ մարդու թող բան չլնի, ես մենակ մեռնիմ իմ հորթերեն, ես մեկ ջան եմ, երթամ կորուսվիմ, քանց մեր Հայաստան երկիր ավերի, են հազար հոգիք կորուսանին։ Հայրիկ, ինձ տուրեն օր։ Ժողովուրդ, դուք ինչ կասեք, կամքով տանք զաղջիկ, թե չէ, կռվենք։ Չկարլամ կռիվ անենք, աղջիկ է, տանք առնի տանի։ Չէ, կռիվ կանենք, ու ուզում էլ աղջիկ չենք իտա կռապաշտ թագավորին։ Թագավորն ապրած կենա։ Ես գիտեմ, ժողովական կուզի կռիվ անի, աղջիկ չտա, աղեք է, որ աղջիկ մի վերջանա։ Թագավոր, որ դու ինձի ականջ անես, արի աղջիկ տանք տանի, էնպես հաշվենք, թե այդ աղջիկ իսկի չի եղել քեզի։ Հեչ չէր ուզի այդ բանը, տեսավ, որ ճար վերան կտրավ, համաձայնավ, էլավ աղջիկ տվավ, խաբար ղրկեց խալիֆային։ Հայրիկ, խալիֆային ասա, ջոկտեղ քոշք ու սարայի միշինի, ինձ որ տանի ենտեղ դնի, հայրիկ, դու էլ մեկ քահանա դիր հետ ինձ, որ առավոտ իրիկուն ժամ ասի, ես իմ աղոտ կանեմ, մնամ մեր օրենքով, մեկ էլ քերմեր մի դիր հետ ինձ, ես կերթամ։ Հերն էլ իր աղջկանն ասածն ամեն Բաղդադու խալիֆային ասաց, Կռապաշտ թագավորն եկեր տեղտիս կնստեր, Գագիկ թագավորի նստած տեղ, նորագեղա դաշտի մեջն էր, թագավորն ենտեղ ուներ ամառանոց,
Էնտեղ կգտնվի կատնով աղբյուր, էնտեղ վրաններ զարկին, 7-8 օր հարսնի կարին, Ծովինար խանում խնդիր կարավ թագավորից։ Հայրիկ թագավոր, վաղ համբարձում է, հրաման տուր ինձ, էրթամ հիլի աղբվրներու վերան զբոսանք, 1-10 իմ չափին աղջիկ դիր հետ ինձ, էրթանք սեյրան ուրախություն անենք, ման գանք չուր իրիկուն դառնամ, էրթամ իմ տեղ։ Քեզ հրաման է, գնա, ման արի դարձի։ Ծովինար խանում էնոր քերմերու աղջիկներ գնացին պտտելու կատնով աղբյուր, էնտեղ նստան շահրի վերա կերու խումարին, հետո ման եկան տեսան կապոտ ծով, գնացին սեյր անելու, իրիկոն որտի դառնար տուն գար, Ծովինար ասաց աղջիկներուն. Աղջիկներ, դուք քելեք գնացեք ձեզ համար ման եկեք, քեֆ արեք, ես էրթամ քիչ ջուր խմեմ։ Ծովինարն ու քերմերը ծովու պրունք նստան, գնացին ջուր խմելու։ Էս ծովի ջուր շատ աղի է, աղ երանի մեկ կաթ ջուր ելներ, ես խմեի, սրտիս պապակն անցներ, Աստված, դու մեկ աղբյուր էստեղ բուսցես, մեկ էլ ինձի մեկ լուս ու ճարանես։ Աստծո հրամանով ծովն բացվեցավ, մի շատ համեղ ջուր դուրս եկավ, նայեց տեսա մեկ ջոջ քար կա ծովու պրունք, սպիտակ աղբյուր մի էդ քարից կթալի, մարդ չէր կարնա առանց հալավ հանելու, էդ աղբյուրը էրթա որ ջուր խմի։ Ինքն իր շորեն էհան գնաց էդ աղբյուր, բուրետու էդ անմահական աղբրի մեջ, մի բուր լիք ջուր խմեց, մեկ էլ մի բուր կիսատ, աղբյուրն ցամակավ, էդ երկու բուր ջրից հղացավ, էդ էնոր իր աղջիկներ ժողվեց, էնդից դարձան եկին տուն, եկին Գագիկ թագավորի մոտ։ Մի ժամանակ վրա անցավ, Ծովինար իմացավ, որ երեխով է, ակա որեն ծովից է, ամա խալիֆային չհայտնեց, խալիֆան էլ ակավ ասաց իմ զարմիտ չէ, մնաց 9 ամիս, 9 օր, 9 ժամ, 9 րոպե, որ թամամավ, երկու տղա է բեր, մեկն թամա, մեկն կիսատ, Մելիքսեր քահանան եկավ թոնրան վերա կնքեց, ջոշտղի անուն էդիր Սանասար, պստիկին էդիր Բաղդասար, տղեկներ որ ջոջացան, են գիշեր Ծովինար քնավ տեսա վերաս։ Մարե, ինչու կլաս։ Հա, մարե, ինչու կլաս։ Սանասար, Բաղդասար, էս գիշեր Սուրբ Կարապետ Էրազ եկավ ինձի, որ խալիֆան ընկել է նեղութնի մեջ, ուս ձեզի մատաղ կանչե իր կուրքերուն, երբ որ եկավ, ձեզի մատաղ կանի, դուք ձեր գլխու ճարն գտեք, փախեք, գնացեք հայոց թագավորի քաղաք։ Տղեկներ էլան մեկ-մեկ զենք առին, նետ ու աղեղ, գուրզ ու թուր, վերուցին զինանց ուտելիք, ձիան քաշեցին դուրս, հեծան եկին։ Երկու աղբեր կանչեցին զիրենց Աստված, ու գիշերով ընկան ճամփա, առան ու փախան չուրի լուսացավ, 4 օր գիշեր ցերեկ քշեցին, խալիֆայի հողից էլան դուրս, շատ պտտվան, զարկին, եկան կարիբերգիր, եկան նեղ ձորմի մտան, տեսան, որ մեկ մեծ գետ կգար կանստեր ենտեղ, ու մեկ բարակ առումի ենտիեն, կիշներ կգար բարձր սարերից, կզարկեր մեջ էդ գետին ու կկտրեր զեդ գետ, ու կշերտեր չուրի մեջտեղ, ապա կխառնվեր մեջ էդ գետին ու կերթար։ Սանասար, էդա բարակ արվի զորություն ինչ է, որ կկտրի զեդ աղաքին գետ, կկիսի, կանցնի ու կտիպնի ես փլին։ Զարմացեր եմ, շատ եմ զարմացել այդ օր վերան։ Էդ բարակիկ ջուրն կգա, հրեն են սարի գլխեն կգա, ու կզարնե գետին, ու կկտրե ու նոր կերթա հետ ես գետին։ Էդ իմալ ջուր է Բաղդասար։ Էդ ջուր, ազնանցորդու ջուր է, ով որ էդոական ջուրն խմե, այդպես կտրիչ կլնի, այն որ մեջքն գետին տվող չի լինի։ Ով որ զեդապստիկ ջրի ակն գտնե, ու զիր տունն էլ շինե վեր էդ ջրին, այն որ զավակն էլ որ ըլնի, այդպես զորեղ կլնի, այն որ մոտեն ազնանցորդի կլնի, այն որ տղեկ կտրիչ կլնին։ Հացն ու գինին, տեր կենթանին, այդ ջրի ակ որտեղ եղավ, էրթանք այնտեղ մեր տուն շինենք, այնտեղ ջրի վերան շենլիկ շինենք։ Մենք զորբա, այս ջուր զորբա, այս ջուր խմող Ազրայիլ մարդ կդառնա։ Դու գիտես ախվեր։ Երկու եղբայր գնում են գտնում են աղբյուրը,
Այստեղ խորոտ է։ Աղեկ է, որ մենք այստեղ մնանք։ Մեզ համար տուն մի ու քոշք շինենք։ Բաղդասար, գնա մեկ որ զարկ բեր։ Էփենք ուտենք։ Ես էլ քարեր դնեմ իրար վերա, նշանակ շինեմ, որ գեղ շինենք։ Մեկ 10-20 օր բանեցին վեր էդ քոշքին, երկու աղբեր հեծան ու գնացին հասան մուշ, ու այնտեղ դարձան թողինեկին Մանասկերտ ու Բերդ, թագավոր մի կար այնտեղ անուն Թևաթորոս, թագավորի մարդիկ եկին, դուք ինչ մարդ եք հարցուցին, ասին եկանք թագավորին ըլնինք ծառա, թագավորն Զենոնք շատ ուզեց, Սանասարին արեց սեղանապետ, Բաղդասարին գինապետ, մեկ տարի թաման պահեցին։ Աղբեր, այստեղ մեզ տուն չի լինի։ Երթանք մեր տուն շինենք։ Այնքան ջանք թափեցինք այնտեղ, ու մեր այն ավերակն այնպես մնաց կիսատ։ Դու գիտես, ախպեր, երթանք։ Թագավոր քնուց զարթնեց, ոճեն կա ոճեն։ Էդ հետ կանչեց Զենոնք, բարի լուսում որ բացվեց, եկին թագավորի առաջ կայնան, ու թագավոր հարցուց. Որդիկ, որ կողմ ուզեցիք, որ դուք նստեք։ Ասին, թագավոր ապրած կենա, մենք ուղորդ է, հեր ու մեր չունենք, համակեն է պահենք Աստծուց, ինչ պահենք, ջանք մեկ ավերակի տվերենք մի քիչ, հետո թորքեր, եկերենք էստեղ։ Թևաթորոս թագավոր վերուց ասաց. Հիմի քանի որ այդպես է, գնացեք ձեր տուն ու բերդ շինեք։ Սանասար ու Բաղդասար դարձան ասին. Թագավոր ապրած կենա։ Մեկ բան էլ կխնդրենք քենե։ Մենք մենակ չենք կարնա այնտեղ նստինք։ Կխնդրենք մեկ քանի տուն աղքատ, մեկ քանի տուն հարուստ տաս մեզի։ Կան հետ մեզի մոտ տուն շինեն, որ իրիկենց ժողովինք մեկտեղ զրուցենք մեզի մեր քաղաքի մեջ։ Գնացին սարերն էլան, հասան վեր իրենց աղբերակին, ու վեր իրենց բերդի հիման, Սանասար ասաց Բաղդասարին. Առաջ զմեր բեր չինենք, թե զեդա աղքատ ուղքուտի տներ։ Առաջ շինենք զեդոնց տներ, ու նոր շինենք հզմեր բերդ։ Այդ խեղճ մարդեր չեն կարնա, արևուն արջև կենա։ Ս 40 տների պատեր շարեցին, ու քոչեր նստեցուցին տների մեջ, գնացին հետո քաղաք, վարպետ ու բանվորներ բերին, վարպետ տեսավ բերած քարեր, ասաց. Սանասար, ես ինչպես տիշարենք, ես չեմ կարնա այս քարապներ իրար տալ, Ապա ով կարնա։ մարդ չի կարնա իրար տալ, Ապա ինչպես տիշարենք։ ես էլ չեմ գիտի, Այն ժամանակ Սանասար վերուց ասաց. Դե դու վարպետ, լարեր կապի տեղը շտկի, ինձի ասա ես քար դնեմ իր տեղ։ Էսպես իրենց բերդ շինեցին, այնոնք ենքան զորեղ էին, որ 40 զարկին, ծակ թալեցին, մեկ տարի բոլոր այնոնք էսպես աշխատեցին, մեկ տարին որ լրացավ, նոր այնոնց բերդ ու տուն եկավ գլուխ, դարձան փոքրիկ եկեղեցի մեզ շինեցին, մնաց բերդի ու տան անուն, ու չեն գիտի, թե ինչ դնեն էդոր անուն, ապա Սանասար ասաց Բաղդասարին. Շատ աղեք։ Մենք մեր տուն պրծանք։ Մեր տան անուն ինչ տի դնենք։ Ախպեր, դու գիտես, շիներ վերմեր երկուսիս, անուն դներ վեր քեզ։ Մարդ չիմացավ, թե ինչ ասեր, քանի մարդ եկավ այդտեղ, բերաններ փակվավ անուն չասին, ով էլ եկավ անուն էդիր, անհարմար ասին դրած անուն, մնաց միրիկուն խորհուրդ տարին, Բաղդասար ասաց իր եղբոր. Լավն է, որ երթաս, մեկ ալևոր մարդ գտնես, բերես, էստեղ հացկերություն անի, էլնի, վերթին անուն դնի, երթա։ Առավոտուն լույս որ բացվեց, հալվորի թև բռնեց, ասաց. Պապիկ, արի երթանք մեր տուն։ ձերք վերար ինձ մե, Մի վախենա, պապիկ, արի այսօր մեր տուն յուր, քեզ կտանեմ, հետ կբերեմ։ Բաղդասար էդ հալվեր իր ձիուն, առավ տարավ մեջ տան էդիր գետին, տարավ տուն հացկերություն արին, նստան, զրուցեցին չուր իրիկուն, Պապիկ, դու գիտես ինչի համար են քեզ բերե։ հայ կանաչ կտրիչ, բա ես գիտեմ, ես ինչ գիտեմ, ինչի համար եք ինձ բերե, Հայ պապիկ։ Ծեր ալևոր մեծ մարդ ես դու։ Աշխարհք շատ մանեկեր ես։ Էս տուն մենք նոր ենք շիներ։ Դեռ մեր տուն անուն չունի։ Մեր բերդի անուն չենք գիտի ինչ դնենք։ Պապիկ, ես քեզ բերի էստեղ, որ դու անուն դնես մեր բերդին։ Մեր տան անուշ անուն դիրմի,
Տեսնենք ինչ դիդին է ստանանում։ Թողնի, ձեր հոգուն մեռնիմ։ Տղաներ, ինչ անուն կուզեք։ Ինչ անուն դնեմ։ Հալվոր պապի, մեր ուզածով չէ։ Դու քեզ համար ինչ կուզես դիր։ Հիմի մութն է։ Առավոտ ունելն ենք ման գանք։ Ես գիրիշկեմ, այն օր գորը անուն մի գտնենք։ Քնեցին, առավոտյան էլ անվեր, լվացվան, աղոտ կարին։ Հալվոր գնաց բակի մեջ, մեկ ֆռաց, ասաց. Ես չեմ տեստա, ձեր տուն քանիմ է, որ անուն դնեմ։ Պապիկ, արի ես քեզ շալկեմ, մեր բերդի 4 բոլոր մանածեմ։ Դու տես, նոր անուն դիր։ Հալվորին բերդի բոլոր պտտեցուց։ Բաղդասար, հալվորի գալուն պես ելնենք դիմաց։ Ախպեր, ինչ խոսք։ Այն օր բերին ենք ելնի, մեր բերդի անուն այն թողլնի։ Հն, պապիկ, Ինչ կասես։ Այդ օր անուն դնեմ։ Աստված ձեր տուն շինի։ Ես ինչ անուն դնեմ էստան։ Աստված բարի տա ձեզ։ Դուք ինչքան ուժ ունիք, որ վեր հաներեք էս մեծ քարեր։ Վա, էս ինչ սասուն քարեր են։ Դուք են սասուն քարեր, ինչպես հաներեք են վերին տեղ։ Ու քարե սասուն եք զարկե։ Էս տուն չեք շինը դուք։ Ապա սասուն մեկ շինե։ Վահ, քանի սասուն բերդմի։ Էս տուն չէ, էս սասուն է։ բավ է, պապիկ, էլ ձեն մի հանի, էլ անուն մի դնի, այ պապի, անուն դրվավ, անուն եղավ սասուն, քանց է դա ավել էլ ինչ անուն, որ դու ասիր սասուն քարեր, քարե սանսուն եք զարկե, մեր բերդի անուն եղավ սանսուն, սասուն, մեր տան անուն սասնատուն, պապիկ, էստեղ մնա, ես քեզ խորոտ կպահեմ։ Աստված որ կսիրես, էլի ինձ կտանես, դնես իմ տեղած վրա։ Այն վաթանն է, էստեղ իմ համբեր չկա։ Հայ աղբեր, երթանք ծովու բերան, մեկ լավ ձի մեզ համար, գտնենք բերենք։ Աղբեր, արի մեզ տանք վերես ծովուն, տեսնենք մարդ կխրվի մեջ։ Ախպեր, հոգին քաղցր է։ Ես ինչ չեմ թալի ծով։ Վայ, իմ ախպեր, գնաց ծովու մեջ կորսվավ։ Իմ ախպեր գնաց ծով, խեղտվավ։ Մայր Աստվածածին եկավ վերած ասաց. Հեյ Սանասար, էլի վեր, խաչ պատերազմին քո էստեղ է, էլի 7 ծունր աղոտ կարչև արա, արժանը լնիս քեզ կհասնի, դնես վեր քո աչթևին, որ դարբ չառնի, ծովացին ձին քուրքիկ ջալալին, այնտեղ թամքած, սանձն բերան զարկած, երկնուց իջած թուր կեծակին վերան կապած, թե արժան ես, կառնես, կեծես, էստեղ մեկ պահարան կա, բաց, մեջն շապիկ զրեհին, զրեհի քամարնի մեջքին, գլխու գուրն զրեհին, զրեհի կոշիկնի ոտին, ծանին գուրս փահլևանին, ամուր նիզակ, նետ ու աղեղ, փող պղլորին պինդ վահան, ամեն էստեղ է, կառնես, են դարբասի աղբրի մեջ էլ կլողանաս, կջոջանաս, կզորանաս, կկտրճանաս, քո ուշ կլնի քան 7 կհավելանա, կլծվիս, կերթաս քո մուրազին կհասնիս։ Բաղդասար, մի փախի, այդ տղա, ինչի կլաս, ես քո աղբերն եմ։ Իմ ախպեր այդքան ջոջ չէր։ Քանցիս մեկ լար մի ջոջ էր։ Իմ ախպերը ձին ուստ գտավ։ Իմ ախպերը դա զենքեր ուստ գտավ։ Բաղդասար, ես քո աղբերն եմ, Սանասարն եմ։ Մի վախենար, մի լար։ Սանասար Բաղդասարի անուն բարձր ելավ։ Էնոն ձեն ընկավ բոլոր երկիր, թե էսենց։ Երկու կտրիչ կա սասում, Սանասարի քաջության ձեն որ ելավ, խոսքու զրուց գնաց հասավ պղնձե քաղաք։ Հասավ քաջանց թագավորի աղջկան, 40 ճուղ ծամ դեղցուն ծամին։ Էդ թագավորը երկու աղջիկ ուներ, էլ մարդ չկար են օր։ Դեղցուն աղջիկ կախարդ էր, հմայ չէր։ Մեծ երազին զինք տեսավ Սանասար, ու շատ սիրու տեր եղավ վերեն օր։ Աղջիկն իմացավ էսպան ասաց. Էնա մարդու անուն կտրիչ է։ Ես են օր թուղթ տի ուղարկեմ։ Էնգա ես հավանիմ զեն առնեմ։ Հեյ, դուռ բացեք։ Գլխու սերեսիս վերան է կարիմ տեր։ Ես եկեր եմ, քեզ ինձ կնիկ տանեմ։
Աչքիս վերա, ես քեզպես կտրիչ միեր կիտեսնեմ սանասար, 1000 օպսոս քո ջահելութնին, որ էլեր եկել ես իմ հետև։ Ինչ դիմացով ափսոս կասես։ Էն ապով, որ կվախնամ, զարնեն քեզ սպանեն։ Էսա երկիր հմայքի երկիր է, գիշերով էնպես երթանք, որ քաղաք չակահի չիմանա, որ քաղաք ակահի իմանա, չեն թողնի դու ինձ տանես։ Ես չեմ վախնա, ես ցերեկով տերթամ։ Երկեն խոսք պետք չի, թե որ կգաս ցերեկով, թռի ձյուս վերան քեզ տանեմ։ Թե չես իգա, վերջի խոսք տուր, ես դառնամ երթամ սասուն։ Ինչպես չգամ։ Այնտեղ մեկ մուրտար գազան միրած եկավ։ Էն օր բարև չետոր։ Էն գազան էլ լավ հետ երկնուց, բարձր ձենով կանչեց. Հա, տարավ։ Սանասար քարսուն ճուղ ծամ աղջիկ տարավ։ Ստեղծուն ծամ վեր Սանասարին, զենոր քուրն էլ վեր Բաղդասարին։ Քարսուն օր քարսուն գիշեր հարսնի կարին։ Քեֆ, ուրախություն, հնջի կարին։ Բաղդասարը լավ զիրկին առավ գնաց Բաղդադ։ Սանասար մնաց սասուն։ Բաղդասար անորդի մնաց։ Սանասարին աստված էտու լաչ միելավ, անուն էդիր վերգո։ Քանի մի տարի վերը անցավ Սանասարին երկու տղա էլ ելավ։ Մեկի անուն էդիր ձենով Հովան, մեկի անուն Մհեր։ Էդոնց մեջ վերգոն իսկի բանի պետք չէր։ Ձենով Հովան էնպես ձենով էր, որ 7 գոմշի կաշի կփաթեր զինք, ու նոր կբորրար, որ չլնի պատրեր։ Մհեր քանցեն երկուսն էլ հունարով էր։ Մնաց։ Սանասար մահու օրն եկավ, մեռավ։ Ծովինար խանում էնոն զմեն մեռան։ Մնացին քերրիտորոս, Դեղցուն, Վերգո, Ձենոֆովան ու Մհեր։ Ընկավ Մհերի ժամանակ։ Օղորմի տիտամ, օղորմի, են խանում ծովինարին։ Օղորմի տիտամ, օղորմի, են Սանասարին, Բաղդասարին։ Օղորմի տիտամ, օղորմի են Դեղցուն ծամին։ Օղորմի տիտամ, օղորմի ականջ անողներու անցավորներին։